Մեթյու Հենրի, ամենօրյա ընթերցանություն, օր օգոստոսի 7։ Եթե մարդը ետ չդառնա, նա պիտի սրի իր սուրը, իր աղեղը լարելը եւ պատրաստել, մահվան գործիքները պատրաստել նրա համար եւ պատրաստ է պահել իր հրավառնետերը։ Սաղմոս 7-րդ գլուխ 12-13 խոսքեր։ Դավիթը օգնության համար ապավինում էր Աստծուն, սակայն միայն Քրիստոսը կարող էր երկինքին կոչ անել, վկայելու իր կատարյալ արդարությունը բոլոր բաներում։ Նրա բոլոր գործերը կատարվում էին արդարությամբ եւ այս աշխարհի իշխանը նրա մեջ ոչինչ չգտավ, որի համար արդարացիորեն կարողանար մեղադրել նրան։ Բայց հանուն մեզ, ընդունելով մեղավորի պես մեղադրվելը, նա կրեց ամեն տեսակ չարչարանքներ եւ լինելով անմեղ կատարյալ հաղթանակ տարավ։ Այս խնդրանքի հիմքն այն է, որ արդար Աստվածը քննում է սրտերն ու ներքին խորհուրդները։ Նա գիտի ամբարիշտների գաղտնի չարությունը եւ գիտի, թե ինչպես վերջ դնի դրան։ Նա նաեւ արդարների գաղտնի անկեղծության վկան է եւ ունի այն հաստատելու իր ճանապարհները։ Երբ մարդը միջնորդի Քրիստոսի զոհաբերության շնորհիվ Աստծո շնորհով եւ ողորմությամբ ներում է ստանում իր բոլոր մեղքերի համար եւ հաշտվում է Աստծո հետ, ապա իր թշնամիների դեմ կարող է վստահությամբ դիմել Աստծուն, խնդրելով, որ նա արդար դատաստան անի։ Դավիթը համոզված է, որ Աստված իր հզոր փրկիչն է եւ կփրկի իրեն, սակայն մեղավորների կործանումը կարող է կանխվել, եթե նրանք ապաշխարեն եւ հետ դառնան իրենց չար ճանապարհներից, որովհետեւ Աստված զգուշացնում է, որ եթե մարդը չապաշխարի, կկորչի։ Բայց նույնիսկ երբ Աստված խոսում է իր դատաստանի եւ բարկության մասին, նա միևնույն ժամանակ ողորմությամբ մարդկանց հնարավորություն է տալիս ապաշխարելու եւ փրկություն ստանալու։ Աստված մեղավորներին նախապես զգուշացնում է իրենց սպառնացող վտանգի մասին եւ ժամանակ է տալիս, որ նրանք ապաշխարեն ու խուսափեն կործանումից։ Նա չի շտապում պատժել, այլ համբերատար է մարդկանց հանդեպ, չկամենալով, որ որևէ մեկը կորչի։ Մեղավորը հաճախ ավելի շատ ջանք է գործադրում իր հոգին կործանելու համար, քան կպահանջվեր այն փրկելու համար, եթե նա ընթանար ճիշտ ճանապարհով։ Սա որոշ իմաստով վերաբերում է բոլոր մեղավորներին։ Մեր բոլոր փորձությունների եւ նեղությունների մեջ եկեք մեր հայացքը միշտ առենք միայն մեր Փրկչին։